Այո եւ ամեն ճիշտ ասած ավակ եղբայր այսօր ես ահագին բան սովորեցի մտքովս չէր անցի էդի որ թշնամու հետ խաղաղություն անելը կարող է համարեն այ մարդ խնամություն անել կարող է համարեն այ մարդ ես ինչ լավ էր խնամի լինենք եւ էլ չկռվենք իրար հետ էլի խաղաղության կարճ ճանապարհ բայց այո Հիսուսն ասեց այդ խաղաղությունը ես չեմ տալիս ես ուրիշ խաղաղություն եմ տալի եւ ինչի ես համարի ես խնդրեցի որ լինի աշխարհասելով մենք միշտ հերրու ենք պատճառացնում բայց այդտեղ ասում է ձեր մեջի ձեր նախքին այն ժամանակ որ դուք Աստծուն չէիք ճանաչում ինչ վարմունք կար ինչ վիճակ կար Հիսուսը միտեղ ասեց Մատթեոս 15:19 սրտից են դուրս գալի չար խորհուրդներ, շնություններ, հայություններ, սպանություններ, ստություններ եւ այլ 7 բանա, այդ 7 ազգերի նման։ Այսինքն մենք դի պատերազմ ենք մեր մեջի այդ հատկությունների հետ ժողովուրդ։ Հասկանում եք ինձ։ Մերին հին մարդը ինչ հատկություններ ուներ, դրա դեմ ենք պատերազմելու։ Շատ քրիստոնյաներ ինձ հարմարվում են իրանց եղած վիճակի մեջ։ Բայց այսօրվա եղբոր ասած այդ համարները ասում են որ հաճախ էդի գերությունը քեզ թվում է դու հանգիստ ես էլ պատերազմ չկա որովհետև դու գերի ես եթե դու ուզենաս գերությունից դուրս գաս պատերազմ կլինի ճիշտ է եթե հոգևորը պատերազմ չունի այդ հոգևորը ուրեմն գերի է մենք քանի կանք այս երկրի վրա հոգին, մարմին իրար հետ պատերազմի մեջ են։ Քանի կանք մեր հին մարդու հետ պատերազմի մեջ ենք։ Կրկնում, եթե պատերազմի մեջ չենք, նշանակում է գերի ենք։ Հիմա այնտեղ այս առաջի մասում քուսարսաթեմն էր, մյուս մասում Էգրոնն է, այն մյուս մասում Հաբին թագավոր իր Սիսարայի հետ եւ այլն։ Այսինքն, մեկի համար այդ քուսարսաթեմը չներելն է, մեկի համար չգիտեմ, հին սովորությունն է, այն մեկի համար բարկությունն է, այն մեկի համար անհամբերությունն է, այն մեկի համար վերջը հատկություններ կան, որ դու այդ հատկության դեմ չես պատերազում եւ հարմարվել ես իր հետ։ Բայց այդ հարմարվելը չի նշանակում թե ամեն բան նորմալ է։ Ժողովուրդ պատերազմ ունենք։ 5 տականի պատերազմը ոչ թե հիմիկվա ինչ որ օտարազգի Թուրքիի հետ պատերազմի մասն է, չէ, մեր հին մարդու հետ պատերազմն է։ Եվ սատանան օգտվում է մեր հին մարդուց եւ մեզ գերի անում։ Ընդունում եք որ բարկացող մարդը գերի է, չներող մարդը գերի է։ Դες երկու հատկությունն եմ ասում, ավելի թունդ հատկություններ կան, չեմ ուզում բոլորն ասեմ։ Եթե քո մեջ կա մի բան, որը դեռ հին մարդուց է, պետք է պատերազմես։ Եթե ուզում ես աճես, եթե ուզում ես Աստծո հետ լինես, պետք է պատերազմես։ Եթե ոչ, դառնես գերի։ Եվ քեզ թվում է խաղաղություն, այ ես ինչ լավ ես, հոգևոր քրիստոնեություն, ես ինչ լավ խաղաղ եմ, չէ, խաղաղ չես, գերի ես։ Աստված օրհնի քեզ, շատ կարևոր միտք էր։ Այսօրվա սերտողությունը արժեր որ զիջեի այս падգամին։ Ոչ, մենք սերտողությունը հետո կշարունակենք։ Բայց արժի որ այս մասին յուրաքանչյուրդ մտածեք։ Այսինքն, որ ասում ենք աշխարհի հետ, ոմաստում այն մարդիկ, ովքեր աշխարհի հետ մի քիչ ավելի մոտիկ են։ Չէ, քո հին մարդու հետ։ Ուրեմն յուրաքանչյուրս մեր ներսում ունենք այս հաշիվը։ Յուրաքանչյուրս մեր ներսում այս պատերազմ ունենք։ Կրկնում եմ, ներող կրնեք։ Կարակ չհավատաք ինձ, բայց Աստված ինձ ադրե որ այս խոսքերը ձեզ ասեմ։ Եթե դու պատերազմ չունես, ուրեմն գերի ես։ Որտեղ քանի այս մարմնի մեջ ենք, մենք պատերազմի մեջ ենք։ Համաշխարհային պատերազմ չէ, մեր ներսի։ Մեր ներքին աշխարհային պատերազմի։ Ուրեմն ժողովուրդ, ձեզ հրավիրում եմ պատերազմի։ Աստծո զենքերով։ Աստծո զենքերով։ Աստծո զենքերն են։ Սուրբ Հոգու արդեն ով ասեց, չէ, ընդեղ եմ լսել, լավ։ Դե աղոթի ժամանակ մեկը ասեց։ Սուրբ Հոգու պտուղները՝ սեր, խաղաղություն, ուրախություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, շուշկալություն, այս սրանցով մենք պետք է պատերազմենք եւ մեր հին մարդուն հաղթենք։
թե չէ հին մարդը, որտեղ մեր հին մարդը մենակ չի, կրկնում եմ, սատանան հին մարդի հատկությունները գործածելով, որտեղ մի ժամանակ այդ հին մարդը սատանայի զինվորներից է եղել։ Ոմանք զինվոր չէ, ոմանք գեներալ են եղել, ոմանք ավելի պաշտոնավոր են եղել, եւ սատանան նրանից օգտվելով մեզ գերի է տանում։ Տեր Աստված ազատես մեր ժողովրդին գերությունից, որևէ մեկը չմնա գերության մեջ, բայց այնպես չի, որ դու ոչինչ չանես, Աստված ազատի, Աստված օրհնի, եղբայրդ էլ ասեց, եթե դու ոչինչ չանես, չես ազատվի։ Դու պիտի պատերազմես, այդ Դավիթին նման պիտի քար դնես, շպրտես, որ Աստված էլ տանի Գողիաթի ճակատին կպցնի։ Իսկ եթե քար չտանես Գողիաթի ճակատին, պիտի մնա այդ ճակատը։ Աստված շատ օրհնի ձեզ, օրհնյալ լինեք։